որոշեցիք գնալ սպասել այստեղ։ Ինչ ակնկալիք ունեք դուք։ Բավարարեք ձեզ Սպասում եմ, մեր տնօրենին շատ հարգում ու սիրում ենք, իր խոսքը մեր համար օրենք է, բայց այս պահին ես որոշեցի մի փոքր սպասել։ Ինձ հետաքրքիր է, ինչ է լինելու մեր ապագան, մեր աշխատանքը։ Պետության կողմից բանակցություն։ Միանշանակ չեմ վստահում։ Դուք միանալու եք ձեր գործընկերներին, ովքեր եթե գործարանը չբացվի, պատրաստվում են գնալ։ Միանշանակ, որտեղ իմ գործընկերները անպայման, անխոս։ Դուք որքան ժամանակ ինչ աշխատում եք։ 15 տարի։ Այս 15 տարիների ընթացքում նման իրավիճակի կանգնել էի։ Չէ։ Կներեք, ստացվում է վրեժանություն նաև աշխատակիցներից։ Տենց է դուրս գալիս։ Եվ տուժում եք ամենաշատը երևի հասարակ Ժողովուրդը, հասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի սենց։ Էսի ցեղասպանություն է։ Իջնում ենք ներքև, անցակետում սպասել ենք պատասխանին։ Տուն չեն գնում, մինչև ստանանք մեր պատասխանը։ Ոչ, սպասում ենք անցակետում։ Ասացին պատասխան կտան ձեր։ Դե չասեցի, ռեալ պատասխան չեն տվել, մենք էլ սպասում ենք ռեալ պատասխանը։ Երբ իմանանք, այնվաղ պարզ կլինի Արդեն իշկանենք։ նախատեսել եք օրինակ բացասական պատասխանից հետո ինչ քայլեր եք Ոչ մի բան չենք, մեր մոտ տենց չի, որ ծրագրում ենք, հասկանում ենք ինչ է լինում, 4-րդ օրնա մենք տանն ենք, անգործ։ Դրանից հետո Իսկ պատկան մարմիններին փորձել եք դիմել օրինակ կառավարությանը։ ոչ մեկին չենք դիմել, որովհետև մենք տեղյակ չենք եղել, որ գալու են գործարանը փակեն։ Երկուշաբթի ուզեցել ենք գանք աշխատանքի ու սպասել ենք, այսքան վաղ լուր սպասել ենք պատասխանի, բայց չկա պատասխան։ Ամեն մեկս ընտանիք Հիմա մենք սպասում ենք անցակետում, տուն չենք գնալու, սպասում ենք պատասխանի։ ունենք, խանութներից պարտքեր ունենք, էսի սենց անում են։ Հա? Ամեն մեկը թող վերցնի իր վրա։ Ուզում է կառավարիչ, ուզում է ինչ-որ մեկին բերի կառավարիչ նշանակի, թող բերի կառավարիչը նշանակի, բա բանվորին խես կպնում, ժողովրդին խես կպնում, ցեմենտի գործանը խես փակում։ Այս ընթացքում որևէ գործողություն արել են կապարակնքելուց հետո եկել։ Չէ, մենք շատ խելոք համեստ սպասել ենք, որ ինչ-որ մի լուծում կլինի, բայց ոնց հասկացանք, ինչքան խելոք ենք նստում, այնքան ավելի իրանք ոտները կախ են գցում, ոչ մի բան չեն անում։ Դրա համար պիտի մենք սկսենք։